Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ։ Հարգելի գործընկերներ, մեր խորհրդարանում փաստորեն բացի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կա եվրոպական ինտեգրման հանձնաժողով եւ եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողով եւ արժե որպեսզի մենք քննարկում ունենանք այս երեք հանձնաժողովների հատման կետում եւս։ Ես հարցուպատասխանի ժամանակ ընթերցեցի Սերժ Սարգսյանից մի մեջբերում նրա խոսքից, որը նա ասել է կարծես 2025 թվականի գարնանը եւ ուզում եմ եւս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել այդ խոսքի վրա։ Ինչ է նա ասում. Ես երբեք հրապարակավ չեմ ասել, բայց հիմա հանգիստ կարող եմ ասել։ Ես մոտ 2 տարի առաջարկում էի, խնդրում էի սկզբից Մաքսային միությանը, այնուհետև ԵԱՏՄ-ին եւ անդամակցող երկրներին Հայաստանին ընդունել այդ կառույց։ Շատ պարզ պատճառով։ Այս կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվեց օրինակ Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ Ուկրաինայում եւ մնացած տեղերում։ 2025 թվականի գարնանը Սերժ Սարգսյանը խոսում է 2013 թվականին։ Ուշադրություն դարձնենք, որ նա ասում է, որ չի կարողացել նախկինում սրա մասին բաց խոսել եւ այժմ է կարողանում խոսել։ Ուշադրություն դարձնենք, որ նա ասում է, որ Հայաստանը խնդրել է, որպեսզի անդամակցի Մաքսային միությանն ու ԵԱՏՄ-ին եւ ասում է, որ այդ կառույցին չանդամակցելը բերելու էր նրան, որ Հայաստանը դառնա Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի նման։ Այսինքն ինչ է նկարագրում։ Նա նկարագրում է, որ մենք այդ կառույցին անդամակցել ենք մի կողմից խնդրելով, այնինչ Հայաստանի հետ իր նորանկախ պատմության ընթացքում շատ է պատահել։ Մյուս կողմից անդամակցել ենք սպառնալիքի ներքո, որ եթե չանդամակցենք, մեզ հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Մոլդովայի հետ։ Այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը չէր կառավարող ուժը։ Նրանք էին կառավարող ուժը։ Հետևաբար ինչու էր Հայաստանի գլխին կախված ուկրաինացման վտանգը 2013 թվականին։ Հիմա պատմությունը կրկնվում է, եւ այս քաղաքական ուժերը արդեն բաց տեքստով Հայաստանին սպառնում են Ուկրաինայի, Վրաստանի ճակատագրով։ Եվ իրականում այստեղ էլ այսօր պարոն Կարապետյանը խոսելիս ասեց մենք նոր պատերազմի տեղ չունենք, փոքրացել է։ Այսինքն ինքն էլ ընդունում է, որ 44 օրյա պատերազմը այդ Ուկրաինան էր, որ մեզ հետ տեղի ունեցավ։ Որովհետև 2013 թվականին Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու խնդրանքով հետաձգել էր պատերազմը, եկել էր 2018 թվականը բանակցությունները փակուղում էին, եկել էր վճարելու հաջորդ ժամկետը, Հայաստանը պետք է չոքեչոք գնար եւ խնդրեր, որ այժմ էլ անդամակցի միութենական պետությանը, բայց մեր մտքով նման բան չանցավ։ Մենք ստեղծեցինք Եվրասիական ինտեգրման տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովը օրինակ, մտածելով, որ ինչպես կարող ենք մեր պետականությունը զոհել, հանուն ոչ թե հարատև խաղաղության, այլ պատերազմի հետաձգման։ Սա է տեղի ունեցել։ Ես չգիտեմ, այս մարդիկ այստեղ երկար այդ հուզումնալից կամ ռեալպոլիտիկ ելույթները, որ ունենում են, ինչի վրա են իրենց հաշվարկները կառուցում, բայց այս մի ճշմարտություն է, որը կարծում եմ ակնհայտ է Հայաստանի ժողովրդին եւ ես հարկ համարեցի այս ամբիոնից արտաբերել դա։ Առհասարակ ընդդիմադիրները իսկապես չեն նկատում, որ հաճախ քաղաքական շիզոֆրենիայի դիրքից են խոսում։ Մի կողմից խոսում են մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից, որի դեպքում մեր հայացքը պետք է թեքվի դեպի արևմուտք, իսկ ահա երբ հերթը գալիս է անվտանգության, պաշտպանության, աշխարհաքաղաքականության, մեր հայացքը պետք է ուղղվի Ռուսաստան։ Իմաստը ո՞րն է։ Արևմուտքին այդքան հիշեցնել իր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ստանդարտները,
Այստեղից տեխնացուն ասում էր, այդ երկրների հեղինակության հարցն է, տենց գնանք եվրոպացիներին ասենք, ձեր ստանդարտները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հետո գործնական առաջարկ կանեն մեզ այդ մարդիկ համագործակցության, կասենք կներեք, կան ռեալ պոլիտիկի շահեր, տարածաշրջանային ռեալիաներ, մենք առհասարակ ուրիշ տարածաշրջանում ենք ապրում, կներեք արտահայտությանս համար ուրիշ երկրի ազդեցության գոտում ենք ապրում։ Եվ իսկապես այս քաղաքականությունը նոր չէ, Հայաստանը ունեցել է, ընդ որում ինչքան ուզեցել են, որ արևմուտքին ավելի շատ այս մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խոսույթը հրամցնենք եւ պահանջենք, այդքան ավելի սփյուռքից են եղել մեր արտգործնախարարները եւ փոխարտգործնախարարները, Ռաֆին Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, գիտեք 2003 թվականի իր մի ելույթում ինչ է ասել Վարդան Օսկանյանը։ Սա արդեն Եվրոպայի պատասխանատվությունն է, ազդանշանել Կովկասին, որ այն պատկանում է Եվրոպային։ Պատկերացնում եք, 2003 թվականն է Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարը, ասում է Եվրոպա, քայլը քոնն է, ցույց տուր, որ Կովկասը պատկանում է Եվրոպային։ Ու չէր անցնում Ռոբերտ Քոչարյանի մտքով, կանչեր Օսկանյանին ասեր, ինչ ես խոսում, այ արկածախնդիր։ Ուզում ես Ռուսաստանին դուրս մղել հարավային Կովկասից, գիտեք ինչու չէր ասում, որովհետև Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հազարավոր զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը պետք է լիներ խաղաղություն հաստատելը, այնինչ այդ մարդը այդ զոհերի կյանքի վրա կառուցել էր սկզբում Քուր գետից երևացող գեներալների դղյակները, հետո եկել Երևանում կառուցել էր Արաքս գետից երևացող գեներալների դղյակները։ Հենց նեղն են ընկնում, գալիս են այս ամբիոնից, ասում են, պատերազմում հազարավոր զոհեր են եղել։ Լսեք, եթե դուք բոլորին վերջերս եք նկատել, որ Հայաստանի նորանկախ պատմությունում հազարավոր զոհեր են եղել, ապա Հայաստանի ժողովուրդը վաղ 90-ականներից է տեսնում այդ հազարավոր զոհերը։ Այսօր էլ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները այդ երկփեղկվածության մեջ են։ Երբևէ կմտածեք, որ Ագնես Ախամոյանը կգա այս ամբիոնից կխոսա անժամանցելի իրավունքներից, միջազգային արդարությունից, պատմական հիշողությունից, ոչ, նա քոչարյանական падգամավոր է։ Տիկին Աննա Գրիգորյան իհարկե վերջերս մի քիչ տատանվում է, դեռ չի կողմնորոշում, վերջ ուզում է լինի դաշնակցական падգամավոր, թե քոչարյանական, բայց ինքն էլ ոտ-ոտ մոտենում է, մի հարցազրույց ունի, որի մեջ տենց պատմում է, որ մեզ նոր պատերազմ պետք չէ։ Ու իսկապես այն պատերազմը, որով նրանք սպառնում են Հայաստանին, 44-օրյա պատերազմի շարունակությունն է լինելու եւ նրանք դրա ուղղությամբ են ուզում տանել իրավիճակը։ Եվ լրագրողը նրան ասում է, այո, Զելենսկու ճակատագիրը կլինի, նա էլ ասում է, այո, ի՞նչա այո։ Տիկին Գրիգորյան, ի՞նչ է արել Հայաստանը Ուկրաինայի ճակատագրին արժանանալու համար։ Այդ ֆրակցիան իհարկե քոչարյանական եւ ռեալ պոլիտիկի կարկառուն падգամավորներ Անդրանիկ Թևանյանը, Արթուր Ղազինյանը լքեցին, այնտեղ մնացել են գրեթե միայն դաշնակցականներով, որովհետեւ ասենք օրինակ հարց է ծագում, ինչի Լիլիթ Գալստյանն ու Արթուր Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան արչեւ ցույց չեն անում անժամանցելի իրավունքների մասին։ Մի անգամ էլ շրջվել այդ համընդհանուր համամարտկային իրավունքները պահանջեն նաև մյուս երկրներից, ինչու։ Եվ իրականում սա լուրջ հարց է, որն է պատճառը, որ այս ընդդիմադիր ուժերը արևմուտքից մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն աղերսելու դիսկուրսը չեն փակում։ Թող կանգնեն ամբիոնի մոտ, ասեն, այո, միայն ռեալ պոլիտիկ։ Այս աշխարհը դաժան է, մենք պետք է խաղանք դրա կանոններով։ Գիտեք ինչու չեն անում, որովհետեւ նրանց մտքում վառ է հակամարտությունը վերակենդանացնելու հույսը։ Ինչու է մեզ պետք արևմուտքից անընդհատ պահանջել մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հետո գալ ասել, բայց կան տարածաշրջանային ռեալիաներ, որ Հայաստանը պահպանի տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ քաղաքակրթական ճեղքվածքի զգացողությունը։ Ահա հազարամյակներ մեզ ասպատակել են բարբարոս ցեղերը, իսկ մենք պատկանում ենք քաղաքակիրթ աշխարհին։ Սա պետք է մնա, չենք կարող սրանից ընդդիմադիրները չեն կարող սրանից հրաժարվել։ Այսինքն արևմուտքը պետք է միշտ տենց մի անհաս երազ լինի, որին Հայաստանը կձգտի ու այդպես էլ երբեք չի հասնի եւ կբախվի ռեալ պոլիտիկի դառը իրականությանը։ Նույնն էլ անում է ուժեղ Հայաստանը։ Արեգո Հովսեփյանին դեր է վստահված։ Ինչ որ մեկ էլի պետք է այս ամբիոնից ասի, որ այս ֆրակցիան օգտագործում է այդ մարդու վիշտը, նրա տեղահանված լինելը։ Այս ամբիոնից մեկ գալիս է ռեալ պոլիտիկի մասին դասեր է մեզ տալիս, մեկ էլ տեղահանված անձի հոգեբանության ներսից ասում է ինձ այդ հարցը դուք տվեցիք, արցախցի կնոջը հարց տվեցիք։
Ինձ կների պարոն Գեգամ Նազարյանը, բայց նախորդ գումարման սկզբում նույնը նրա հետ էին նրան անում, հետո այդ մարդը հասկացավ, որ իր որդին բոլորովին այդ օրակարգի համար չի զոհվել։ Այստեղ կսահմանափակվեմ։ Շնորհակալ եմ։